Նանտապանի հյուրն է խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը, զրուցելու ենք տեսակապով, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք ուղերձներ հնչեցին, մասնավորապես ԱՄՆ նախագահը իր ուղերձում չօգտագործեց ցեղասպանություն եզրույթը, Ռուսաստանի նախագահը ուղերձ չհղեց, պարզապես արտգործնախարարության մակարդակով, Զախարովայի մակարդակով հայտարարեցին, որ հայոց ցեղասպանության վիշտը միշտ էլ ընկալել են որպես սեփական վիշտ, եւ նաեւ ունենք Թուրքիայի նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած ապստամբությունների, ռոսակախմբերի գործողությունների եւ համաճարակների հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։ Ես հարգում եմ առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը եւ կրկին ցավակցություն հայտնում նրանց թոռներին, ընդհանուր առմամբ ինչ դիտարկումներ կանեք այս երկրների դիրքորոշումների հետ կապված։ Գիտեք, առաջին հերթին միտքս գալիս է այն տրամաբանությունը, որ այս հայտարարություններով նաև արտահայտվում են այդ պետությունների, վերոնշյալ պետությունների մոտեցումներ Հայաստանի նկատմամբ։ Այսինքն շատ լավ ցուցիչ է, թե որը ցույց է տալիս, թե ինչ ընկալում եւ ինչ մոտեցում ունի այս կամ այն պետությունը Հայաստանի վերաբերյալ։ Դուք սկսեցիք երևի Տրամպի հայտարարությունից, բերեք սա փորձենք մի փոքր վերլուծության ենթարկել։ Ճիշտ է, որ Տրամպը չնշեց այս տարի այս անգամ ցեղասպանություն բառը Միացյալ Նահանգների ղեկավարի կողմից չհնչեց, չնայած նախորդ ուրեմն վարչակարգը այն ժամանակ Բայդենն էր, Բայդենը հնչեցրեց այս ցեղասպանություն եզրույթը եւ ինձ համար սրանք բավականին տարբեր եզրույթներ են, էլի, այսինքն ցեղասպանությունը սա իրականում իրավական գնահատական է, բացի քաղաքականից ինքը իրավաքաղաքական գնահատական է, այդ մեծ եղեռն բանը մի փոքր ավելի էմոցիոնալ դաշտում են, տրամաբանությունը նրանում է, որ այն ձևակերպումն են տալիս, որով հայերն են անվանում այդ իրադարձությունը, այդ ցեղասպանությունը, նույնը օրինակ կա հոլոկոստի վերաբերյալ, հա, ընդհանրենք ամբողջ աշխարհի համար հրեաների ցեղասպանությունը երկրորդ համաշխարհայինի այդ հոլոկոստ անվանումն է ստանում։ Այսինքն այստեղ կարևոր տարր, որ պետք է մենք հաշվի առնենք, արդյոք Միացյալ Նահանգների նախագահի մոտ կա այդ ընկալումը, որ սա եղել է քրեական հանցագործություն, որն այդպես էլ պատժի չի ենթարկվել։ Սա պետք է հասկանանք, ինձ համար դժվար է պատկերացնել, որ Տրամպը նման ուղղությամբ մտածում է։ Բայց սա բացի սրանից կա նաև այլ հարթություն, օրինակ Տրամպը իր հայտարարության մեջ նաև խոսում է նրա մասին, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության ուրեմն շարունակմանը, եւ այստեղ էլի շատ կարեւոր ուղերձ է հնչում եւ դիվանագիտական լեզվից թարգմանելով մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգների ընկալմամբ Միացյալ Նահանգների կողմից բոլոր քայլերն արդեն արված են եւ նրանք սպասում են, որ Հայաստանը այս ուղղությամբ քայլեր իրականացնի պրակտիկ եւ Հայաստանի կողմից կարծես որևէ քայլ այս ուղղությամբ չի իրականացվում։ Ես ասում եմ կարծես թե իմ ընկալմամբ է իրականում տենց, իրականում մենք բավականին մեր իշխանությունները դանդաղում են այս ուղղությամբ աշխատելու եւ շատ ավելի կենտրոնացել են ելի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման, ելի ԵԱՏՄ հապկի շրջանակներում ինչ-որ գործողություններ անելու վրա, քան զարգացնել հարաբերությունները Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի կողմից հնչեցված հայտարարությունները, ճիշտ է, առաջին դեմքի մակարդակով էլ հայտարարությունը չհնչեց եւ էլի ընկալմամբ սա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանում կա դժգոհություն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ այդ Զախարովայի կողմից հնչեցված այդ էմոցիոնալ բանը, որ սա մեր ողբերգությունն է, սա էլ ինձ համար շատ անհանգստացնող է, որովհետեւ սա իրենց ողբերգությունը չի, սա հայ ազգի ողբերգությունն է եւ մենք որևէ կապ չունենք ռուս ազգի հետ եւ սրանով նաեւ կարծում եմ ուղերձ է հնչում, ասած նուրբ
ենթատեքստ կա, որ գիտեք, մենք ընկալում ենք ձեզ ամեն դեպքում մեր մասը։ Այս էմոցիոնալ ինչ-որ ելույթի մեջ որոշակիորեն որոշ խմբերի մոտ օրինակ դա բան է, էմպաթիա առաջացնում, որ տեսնում եք, այ իրանք մեր ողբը կիսում են եւ հավասարաչափ տանջվում են եւ ողբում են մեզ հետ։ Սա էլ բավականին վտանգավոր հայտարարություն է, ասում եմ, առաջի դեմքից հայտարարության չհնչելը նշանակում է իմ ընկալմամբ, որ Ռուսաստանում մեղմ ասած դժգոհ են Հայաստանի արտաքին կուրսով։ Թե դժգոհելու բան ունեն, թե չէ, սա այլ հարց է, իմ ընկալմամբ մենք ավելի շատ դժգոհելու բան ունենք, քան Ռուսաստանի Դաշնությունը, բայց ամեն դեպքում այս փաստն էլ պետք է արձանագրենք։ Եվ երրորդը, եթե չեմ սխալվում, Թուրքիայի, հա, Այո, Թուրքիայի նախագահի, այո։ Այստեղ էլի գալիս է տարիներ շարունակ հնչեցվող այդ գնահատականները, որտեղ հավասարացվում է ցեղասպանությանը այլ ինչ-որ ողբերգական իրադարձությունների հետ, եւ ըստ էության Թուրքիայում այս իրադարձությունները չեն ընկալվում որպես ցեղասպանություն, այլ ժողովրդական քաղաքականության շարունակությունն է, որ չգիտեմ, առաջի համաշխարհայինի կամ պատմական տարբեր էպիզոդների ողբերգություններ բերում են հավասարացվում են կոնկրետ այդ ոճրագործության, որն իրականացվեց հայերի նկատմամբ։ Այսքանը եթե գնահատականների վերաբերյալ, բայց երևի խոսակցության ընթացքում ավելի կբացենք, թե ինչ կարելի է քաղել այս դատողություններից եւ այս հայտարարություններից եւ ինչ ուղղություններով մտածելու տեղիք են տալիս մեզ այս հայտարարությունները։ Հենց ձեր հարցին էլ պատասխանեք, պարոն Խաչատրյան, նաև հավելեմ, որ ԱՄՆ-ի լավ Բայդենը ԱՄՆ-ի դիրքորոշման հետ կապված, սա արդյոք եթե մի տարի կամ մի վարչախմբի օրոք օգտագործում է ցեղասպանություն բառը, մյուսի օրոք չի օգտագործում, սա ինչ որ ոնց ասեմ, մեղմացնում է այդ երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցի շուրջ։ Այսինքն ուզում եմ հասկանամ, մենք ինչ կարող էինք առավելագույն քաղել Բայդենի այդ օգտագործած եզրույթից եւ ինչ բաց թողեցինք, եթե Թրամփը չի օգտագործում այդ եզրույթը։ Դե մի կարևոր տարր, որ մենք պետք է հաշվի առնենք, Բայդենի կամ ժողովրդավար ուժերի, դեմոկրատների տրամաբանությունը ուղղակի խարսխված է այդ ժողովրդավարության մարդու իրավունքների այս արժեքների վրա, այսինքն այդ ցեղասպանության վերաբերյալ ընկալումը ժողովրդավարների մոտ տարբերվում է հանրապետականներից, հա, եւ հատկապես երևի Տրամպից, հա, որովհետեւ որպեսզի դու կարողանաս այդ արժեքային համակարգում դատողություններ անես, դու պետք է ունենաս ամեն դեպքում այդ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ, այդ արժեքների վերաբերյալ ընկալում եւ դա լինեն քո արժեքները։ Սա միանշանակ է, որ դրանք Տրամպի արժեքները չեն եւ ամեն քայլով այս Տրամպի վարչակազմը փորձում է նվազեցնել այդ ժողովրդավարության դերը, արդարության դերը, հա, ընդհանրենք ուժի իրավունքի տրամաբանությունից է խոսում Տրամպը ցանկացած ուրեմն կոնֆլիկտների նույն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում, այսինքն դա է իր ընկալումը։ Հիմա շատ լուրջ հարց եք բարձրացնում, թե ինչ է նշանակում, եթե ամեն եկող վարչակազմ իր ընկալումն ունի այդ իրադարձությունների վերաբերյալ, ինչ է նշանակում սա մեզ համար որպես պետություն, սա արդյոք նշանակում է, որ փոխվել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը մեր նկատմամբ, թե սա ուղղակի խոսում է կոնկրետ վարչակազմի ընկալումների մասին նման քաղաքական եւ իրավական երևույթի վերաբերյալ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, իսկ ինչ ենք մենք ակնկալում Միացյալ Նահանգներից այս նույն ցեղասպանության ընդունման հարցում։ Այն ինչ ենք մենք ակնկալում Միացյալ Նահանգներից, որ այդ գնահատականներից կարող է փոփոխվել կամ չփոփոխվել։ Այս է կարևորագույն հարցը։ Արդյոք մենք ենթադրում ենք, որ ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից քաղաքական տեսանկյունից ինչ-որ դիվիդենդների է բերելու Հայաստանին։ Սրանք հա որ գիտեք լրջագույն հարց են, ես ամեն դեպքում եթե անկեղծ ասեմ, ես երբեք չեմ պատկերացրել, որ այդ ընկալումների փոփոխությունը շատ մեծ ազդեցություն ունի այդ միջպետական մեր հարաբերությունների վրա, որովհետև մի վարչակազմ կարող է արտաբերի այդ բառը, բայց ունենա շատ լուրջ խնդիրներ միջպետական տեսանկյունից, մյուսը դա չարտասանի եւ շատ էֆեկտիվ աշխատի մեր պետության հետ։
Այսինքն ուղիղ կորելացիա, ուղիղ կապ ես դրա մեջ չեմ տեսնում։ Դրա համար ես իրականում տենց կողմնակից էլ չեմ այդ բանի վրա տենց կարճելու եւ գիտեք ազգովի դարդ անենք, թե ինչի Միացյալ Նահանգները նախորդ տարի ինձ բան հայտարարեց, հիմա սենց հայտարարում, ես ավելի կուզենայի ուղղել մենք ջանքերը եւ ամբողջ այդ էներգիան ավելի կառուցողական եւ ավելի լուրջ հարաբերություններ կառուցելու վրա Միացյալ Նահանգների հետ, այդ որ մենք խոսում ենք ռազմավարական հարաբերություններից, իրականում շատ կարևոր է այդ ռազմավարական հարաբերությունները իրականության դարձնել, էլի։ Գիտեք, տարիներ բան արդեն համարյա 2 տարի է խոսում ենք այդ մոդուլային ատոմակայանների վերաբերյալ համագործակցության մասին, ռազմական ոլորտում համագործակցության մասին, հա, բայց կարծես որևէ արդյունք կոնկրետ չենք տեսնում եւ ես ուրեմն ստիպված եմ դա ասում, ցավով եմ սա ասում, ես կարծում եմ, որ ամեն դեպքում այդ դանդաղկոտությունը գալիս է ոչ թե Միացյալ Նահանգներից, այլ մեր իշխանությունների դանդաղկոտությունից եւ ինչ որտեղ գիտեք այդ իրենց կողմից այսպես կոչված բալանսավորման եւ բալանսավորող քաղաքականությունից, երբ որ իրենք տենց հստակ եւ ռազմավարական գործողություններ չեն իրականացնում այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Սա է ինձ համար ավելի լուրջ խոսակցության թեմա, քան թե որ նախագահը ինչպես արտահայտվեց։ Ֆրանսիայի նախագահն շատ ընտիր արտահայտվեց եւ չգիտեմ, լսելուց լացդ գալիս է, բայց եւ փշակահվում ես, բայց արդյոք այսօր մենք Ֆրանսիայի հետ եկել ենք այն կետին, որ ձևավորել ենք ռազմավարական համագործակցություն։ Այն դեպքում, երբ որ Ֆրանսիայից այդ բանը հստակ հնչում է, այդ պատրաստակամությունը կա։ Հիմա էս էլ պետք է հասկանանք, էլի, ինչի վրա շեշտադրումը դնենք։ Մեր ակնկալիքի մասին ասացիք, պետք է հասկանանք մենք ինչ ակնկալիք ունենք, բայց այստեղ երևի թե պետք է տարանջատում դնել, պարոն Խաչատրյան, մենք հասկացության հարցում, այսինքն այստեղ իշխանություն, պետություն, իշխանություն եւ հանրություն, իրավական առումով անհատական այդ ցեղասպանության եզրույթի օգտագործումը թույլ տալիս է, որպեսզի եթե պետությունը չի զբաղվում կամ գործող իշխանությունը չի զբաղվում իր օրակարգում, դա շատ կարևոր հարց չի, այդ իրադարձությունից տուժածների հետևորդները իրենք իրավական գործընթացներ սկսեն։ Շատ լավ հարց է, բայց ինչ եք կարծում, Էլիզա ջան, կա հանրային կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի օրինակ հասնենք Թուրքիայի կողմից ռեպարացիաների, ինչ որ տարածքների վերադարձի։ Մենք ունենք երբևիցե պետական մակարդակով կամ հանրային մակարդակով մենք նման քննարկում ունեցել ենք, թե չէ։ Մենք որպես հանրույթ, հա, մենք որպես պետություն նման ձգտում ունենք, թե չունենք։ Ասա սրանք հարցեր են, որոնք պատասխան չունեն, այսինքն տարբեր իշխանություններ տարբեր մոտեցումներ են դրսևորել, հա, ընդհանրենք մի իշխանության ժամանակ ինչ որ բան են անմոռուկ են նկարում, այդպես ինչ որ բանի PR ակցիա են դարձրել, մյուս իշխանությունը կարծես թե փորձում է նվազեցնել այս իրադարձությունների կարևորությունը, այս գործող իշխանությունը եւ կարծում է, որ ինչքան մենք որպես պետություն այս պահին նկատի ունեմ, մենք ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը, ինչքան այս հարցի վրա շեշտադրում դնենք, այդքան նվազեցնում ենք հավանականությունը օրինակ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ինչը ես գտնում եմ սխալ մոտեցում, բայց ամեն դեպքում տարբեր իշխանություններ տարբեր մոտեցում են ունեցել եւ կարծում եմ նաեւ հանրային կոնսենսուս չկա այս հարցի վերաբերյալ, թե մենք ինչ ենք ի վերջո ուզում։ Երբեք չի ինչ է։ Ինչու են այս իշխանությանը մեղադրում ուրացման համար եւ առհասարակ ինչ է նշանակում ուրացում։ Եվ ով է, չէ, այստեղ պետք է հասկանանք, թե ով է մեղադրում այս իշխանությանը ուրացման համար։ Նախկին իշխանություն եղած մարդիկ, որոնք այսօր ընդդիմություն են խորհրդարանում։ Այս էլ պետք է լուրջ վերլուծության ենթարկենք, էլի այդ մեղադրանքի մեղադրողների խմբերը շատ են։ Այսինքն կան խմբեր, հանրային խմբեր, այսինքն հասարակության մեջ խմբեր, որոնք բավարարված չեն եւ կակնկալեն իշխանության կողմից ավելի հստակ քայլեր, որպեսզի պահանջատեր լինի իշխանությունը, խոսի այս թեմայի մասին, մոռացության չմատնեն մեր զոհերին եւ այլն եւ այլն։ Սա մի խումբն է։ Երկրորդ խումբը, ձեր կողմից նշված նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են եւ նրանց կողմից աջակցվող հանրային ուրեմն շրջանակները, որոնք ցանկացած տարր, ցանկացած էլեմենտ օգտագործում են այս իշխանությունները այս իշխանությանը հարվածելու համար։
Այսինքն ես չեմ կարծում, որ սա էլ ինչ-որ հանրային լայն, ինչ-որ շատ մեծ շերտ է, որը իրոք գտնում է, որ այս իշխանությունները դավաճան են եւ այլն եւ այլն։ Կան մի փոքր ընդհանրենք այդ քաղաքացիական հասարակության շրջանակները, շերտը, որոնք քննադատորեն են մտածում եւ այլն, նրանք էլ են քննադատում իշխանություններին, բայց ոչ թե մեղադրում են նրանց դավաճանության մեջ, այլ մեղադրում են նրանց քաղաքականության ոչ հստակության մեջ, ոչ ռազմավարական լինելու մեջ եւ այլն եւ այլն։ Այսինքն անգամ այդ դժգոհությունը իշխանություններից տարբեր է, տարբեր նպատակներ ունի եւ տարբեր դրսևորումներ ունի։ Դրա համար, որ մենք ասում ենք, մենք այս դուք շատ հարցը ճիշտ եք բարձրացնում, մենք ասելով ումի նկատի ունենք, ինձ համար էլ է շատ կարևոր հասկանալ, թե մենք ասելով ինչի նկատի ունենք ցանկացած վերլուծության համար, որովհետև իրականում այդ մենքերը շատ տարբեր ենք եւ չնայած շատ փոքր պետություն ենք, բավականին փոքր երկիր է, բայց այս սուր քաղաքական իրադարձությունների վերաբերյալ տարբեր շրջանակներ, տարբեր ընկալումներ եւ տարբեր մոտեցումներ ունեն։ Դրա համար պետք է նաև հստակ տարանջատենք էլ, թե որ խմբի դժգոհության մասին ենք խոսում եւ ի վերջո քաղաքական տեսանկյունից, անգամ ներքին քաղաքական տեսանկյունից այս ուղերձը ինչ է նշանակում եւ ինչ պահանջադրնում իշխանությունների նկատմամբ։ Թե չգիտեք, ես օրինակ անկեղծ դժգոհ խմբերից մեկն էլ նրանք էին, ովքեր որ գնացել են, չգիտեմ, Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշ էին վառում։ Ես որևէ կերպ չեմ ասոցացնում ինձ այդ։ Ես էլ ունեմ մեծ դժգոհություն իշխանությունների նկատմամբ կոնկրետ այնց նույն այս ցեղասպանության քաղաքականության կամ հայ-թուրքական հարաբերություններում այս ցեղասպանության գործոնի ուսումնասիրության հարցում, բայց միևնույն ժամանակ ես որևէ կերպ չեմ ասոցացնում ինձ այդ մարդկանց հետ, ովքեր որ դրոշ են վառում եւ անգամ տրամաբանությունը չեմ հասկանում էլ այդ դրոշ վառելու։ Ինձ համար դա թույլ մարդու, թույլ պետության դրսևորում, այսինքն եթե դու պրակտիկ եւ դիվանագիտական ոլորտում ոչինչ չես կարողանում անել, դու քեզ բանը ոչինչ չի մնում, քան գնաս դրոշ վառես, այդ դրոշի համար դու պատասխանատվություն չես կրում էլի, հասկանում եք, սա ինձ համար անընդունելի է։ Բայց անգամ այդ դրոշ վառելու հարցում էլ օբյեկտիվ չէ, կարծես թե ներսում գտնվող այդ ընդդիմությունը, որովհետև պարոն Խաչատրյան, նույն Ռուսաստանի դրոշը չայրվեց, եթե չհիշենք այս իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի մասնակցությունը, գոնե պետք է հիշեինք վերջին տարիներին Ռուսաստանի դերը պատասխանատվությունը ստանձնած, որի ուշադրության հայացքի ներքո էթնիկ զտում տեղի ունեցավ, 120,000 հայեր ուղղակի տեղահանվեցին եւ լքեցին իրենց բնորանը։ Շատ ճիշտ եք եւ իրոք շատ կարեւոր է նաեւ այդ անալոգիաները քաշել, տեսնել 15 թվականին տեղի ունեցած եւ այս մեր վերջին ժամանակն է, այս 23 թվականին տեղի ունեցածի միջև։ Իրականում, այո, համաձայն եմ ձեզ հետ, որ այդ դժգոհությունը եթե արտահայտում եք, դու պետք է հավասարապես դժգոհություն հայտնեք թե այս պետության, թե այն պետության նկատմամբ, որոնց հետևանքով մենք որպես պետություն, որպես ազգ տուժել ենք, եւ կարծես այդ ռուսներից տուժածը անտեսվում է եւ շատ դեպքերում ընդհակառակը ցանկացած նրանց գործողություն լեգիտիմացվում է, տրամաբանական բացատրություն է գտնվում եւ այլն եւ այլն։ Հիմա գիտեք, այդ նարատիվը պատահական չի ձևավորվել, չէ՞, անգամ տարիներ շարունակ մեզանում եղել է այդ խոսույթը, որ ասում ենք, եթե ռուսը չլիներ, թուրքը մեզ կուտեր։ Մեզ մոտ այդ նստածվել է, էլի, նստեցվել է տարիներ շարունակ ռուսների կողմից, որ Ռուսաստանը գտնվում է այստեղ մեզ պաշտպանելու համար։ Անգամ շատ քաղաքական գործիչներ են դա ասում են, եթե 102-րդ ռազմաբազան Գյումրիում չլիներ, թուրքերը մեր վրա կհարձակվեն, ինչը absurd է։ Բացարձակ absurd է, էլի, հա։ Եվ սա էլ գիտեք, հասարակությանը մանիպուլյացնելու ձև է եղել եւ դրանով բերել են եկել են այս կետին, որ, չգիտեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշը վառելը դարել է ինչ-որ մոդայիկ բան, Ռուսաստանի դրոշը վառելու ցանկություն կարծես թե որևէ մեկի մոտ չկա, չնայած ասում եմ, իմ ամբողջ այդ քննադատությամբ վատ վերաբերմունքով Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ եւ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ դեպի Հայաստանը, ես չեմ գտնում, որ Ռուսաստանի դրոշ վառելը հիմա, չգիտեմ, քաղաքական ինչ-որ բան ակցիա է, որը էֆեկտիվ ինչ-որ բան արդյունքի է բերելու։ Ես չեմ գտնում, որ սա պետք է լինի պետական մոտեցում։ Մյուս հարցը Ռուսաստանի հետ կապված, նաև էլ շատ կարևոր է մի հատ վերաիմաստավորել Ռուսաստանի դերը հենց նույն 15 թվականի ցեղասպանության բանով մասով, էլի։ Սա էլ իրականում
Ես կարծում եմ իշխանությունները այս խոսակցությունը մի փոքր փորձեցին բացել, մի քիչ սխալ տեղից մտան եւ լրիվ այլ ինչ որ խոսույթի բերեցին, որովհետեւ հանրության մեջ սկսեց քննարկում, որ իբր իշխանությունները կասկածի տակ են դնում ցեղասպանության գոյությունը, ցեղասպանության փաստը։ Ես ամենայն դեպս դեն չեմ ընկալել։ Իմ ընկալմամբ ավելի շուտ շեշտադրում էր դրվում նրա վրա, որ պետք է նաև վերաիմաստավորել եւ հասկանալ, թե Ռուսաստանը ինչ դեր ունեցել այդ ընթացքում։ Միգուցե սխալվում եմ, բայց ամենայն դեպս իմ սուբյեկտիվ ընկալումը սա է եղել եւ դա էլ մնաց տենց ինչ որ անավարտ խոսակցություն, որովե շարունակություն չստացավ եւ կարծում եմ նաև իշխանությունները նաև շատ զգուշավոր են այդ հարցում էլի, այսինքն ժամանակ առ ժամանակ խոսում են դրա մասին, բայց որոշ դեպքերում էլ նախընտրում են այդ Ռուսաստանին շատ չզայրացնել եւ Ռուսաստանի դերը շատ բան չանել։ Մանավանդ նման իրադարձությունների հետ կապված։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Նկատի ունեք, որ Հայաստանի վարչապետը երբ ասում է մենք պետք է վերաիմաստավորենք մեր ընկալումները, երբ ասում է նաև որ մենք ընկալել ենք իրադարձությունները Ռուսաստանի միջոցով, սա նշանակում է կամ ուղիղակարկ է, որ եթե մենք ընկալել ենք Ռուսաստանի միջոցով, նշանակում է Ռուսաստանը երբեք իր մասնակցությունը վատիմաստով չէր կարող շեշտադրել եւ մենք այդ պահը կարող էինք բաց թողնել։ Այո, ես դա նկատի ունեմ ու ամենայն դեպս այդ երանգը այդ հայտարարությունների մեջ ես տեսնում եմ։
Ես այդ նկատի ունեմ։ Եթե թեման ամփոփենք այս ցեղասպանության հետ կապված, պարոն Խաչատրյան, դուք ասացիք տարբեր շերտեր, տարբեր մոտեցումներ ունեն, բայց ձեր ձևակերպումը կարծես թե մեղմ է։ Ես մի փոքր ավելի կոպիտ ձևակերպում անեմ, դուք ասեք համաձայն եք թե չէ։ Մենք կարող ենք ասել, որ այս համազգային ողբերգությունը ամեն դեպքում ավելի շատ շահարկվում է անգամ ներսում։ Եվ այս պայմաններում ակնկալել, որ Թուրքիան կզղճա կամ Թուրքիան չի ժխտի ցեղասպանությունը, դա պարզապես միամտություն է, եթե քո երկրի ներսում անգամ այդ իրադարձությունների ընկալումը այնպեսին չէ, ինչպեսին պետք է լիներ։ Շատ լավ հարց եք տալիս, բայց բերեք սենց պատասխանեմ, շատ անկեղծ իմ մոտեցումը կիսեմ, թե ձեր թե մեր հեռուստադիտողների, մեր հետևորդների համար։ Այստեղ շատ կարևոր է մենք որպես պետություն, ասում եմ, ինչ մոտեցում եւ ինչ ընկալում ունենք, ինչ սպասելիքներ ունենք։ Ինչ է նշանակում Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչում։ Ինչ ենք մենք հասկանում սրա տակ, էլի, հա, որովհետեւ շատ կարևոր է ժամանակակից աշխարհում դու կարողանաս դիվանագիտական հստակ ուղերձներ հղել աշխարհին, հա, այսինքն երբ որ մենք հայերս ասում ենք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչում, ինչ ենք ակնկալում դրանից հետո։ Անկեղծ զղջում, ներողություն, գոնե բարոյական հարթությունում, պարոն Խաչատրյան։ Ես շատ ունեցել եմ ուրեմն Թուրքիայի, նու հիմնականում քաղաքացիական հասարակության այնց գործիչների հետ, եւ շատ դեպքերում ու այդ խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր որ ապրիլի 24-ին բան Իստանբուլու կենտրոնում մեծ միջոցառումներ են կազմակերպում, էլի, այսինքն այն մարդկանց, ովքեր որ հասկանում են այս ցեղասպանության բովանդակությունը, էությունը, ոչ թե ժխտողական ինչ-որ բաների մասին, էլի։ Այս մարդիկ են շատ դեպքերում ասում, որ մեզ համար հստակ չի, նաև իրենց խոսակցություններից, իրենց իշխանությունների հետ գալիս են ներզրակացության, որ Թուրքիայի իշխանությունների համար էլ այդքան էլ հստակ չի, թե ինչ է վերջո Հայաստանը իրանցից պահանջելու։ Զղջելուց հետո ինչ հետևանք է լինելու, ենթադրենք Թուրքիայի կառավարությունը կանգնեց եւ հայտարարեց, որ մենք զղջում ենք այս քայլի համար։ Ինչ հետևանքներ է լինելու, որովհետեւ մենք խոսքը գնում է թե խոսում ենք ցեղասպանության մասին, իրականում եթե այդ Լեմկինի բանի տրամաբանությամբ գնանք, սա քրեական հանցագործությունների մասին է, որ անպատիժ է մնացել։ Այսինքն պետքա լինի դրա քրեական նաև հետևանքներ, չէ՞, այդ մեղավորները պետքա պատժվեն, պետությունը, որը պատասխանատու է սրա համար, պետքա ինչ-որ ռեպարացիաներ վճարի եւ այլն եւ այլն։ Սրա մասին երբևիցե խոսակցություն չի գնացել։ Արդյոք մենք որպես պետություն բավարարված կլինենք, եթե օրինակ Թուրքիայի իշխանությունները կանգնեն եւ հայտարարության մակարդակով մի տարի ոնց որ հիմա Միացյալ Նահանգների մասին ենք խոսում, չէ, մի տարի ասեն ցեղասպանություն, մյուս տարի ասեն ողբերգություն, մյուս տարի էլ ասեն համաճարակի նման բաներ։ Ոնց որ հիմա ասում են։ Մենք բավարարված կլինենք որպես բանի ազգ, որպես պետություն, հա, սա է հարցը։ Դրա համար ես միշտ նայում եմ սրան փոքր ավելի բանի լուրջ, հա, ընդհանրենք ռազմավարական մոտեցում է պետք։ Ինչ ենք մենք որպես պետություն պահանջում Թուրքիայից, եթե ինչ որ բան պահանջում ենք։ Թե ինչ որ բաների զիջումների պատրաստ ենք հանուն հարաբերությունների բարելավման։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք պատասխաններ են ուզում եւ կարծում եմ իշխանությունների համար շատ կարեւոր է հասարակության հետ կոմունիկացնել իրենց մոտեցումները, որպեսզի հասարակության մոտ էլ հստակ հանրային բանա կոնսենսուս է պետք սրա վերաբերյալ։ Ժողովրդավար հասարակությունում ինձ պետք է, հա, մեզ հասարակությանը պետք է հարցնել, ժողովուրդ, ինչ ենք մենք ուզում, ինչ ենք ակնկալում, հա, գիտեք, որովհետեւ այդ ցեղասպանությունը PR ակցիա վերածելը ինձ համար ավելի լուրջ վտանգ է։ Մենք ամեն անգամ այդ օրը, չգիտեմ, դից ինչ որ տխուր է ջահերով երթնանում ենք, հեռուստատեսությամբ ինչ որ տխուր ֆիլմներ ենք ցույց տալիս, հաջորդ օրը էլի ամեն մարդ իր գործին, ոնց կարծես ոչինչ չի եղել։ Սա է մեր ուզածը, ինչ ենք ուզում մենք որպես պետություն։ Կամ այդ որ բանը շատ դեպքերում է խոսում են այդ բանի կապիտալիզացման, մոնետիզացիայի մասին։ Լավ, ինչ կապիտալիզացիա ենք ուզում, ինչ է լինելու այդ ցեղասպանության ընդհանրենք ի վերջո համաշխարհային ճանաչումից հետո, որովհետև հрьяաների մոտ տեսեք շատ հստակ էր, ամբողջ բանը աշխարհը ճանաչեց հрьяաների ցեղասպանությունը, Գերմանիան մինչև հիմա ռեպարացիաներ է վճարում։ Օրինակ, կամ մենք պետք է հասկանանք որպես պետություն ինչ ենք ակնկալում։ Սա մի հարթություն է։ Երկրորդ հարթությունը, իրոք դրա մասին փոքր խոսեցի,
Ինձ համար դա էլ է, էլի մենք շահագործում ենք, մենք անգամ մեր ազգային ողբերգությունները շահարկում ենք շատ դեպքերում քաղաքական ինչ-որ նեղ, քաղաքական շահերի համար։ Ինչը ինձ համար էլի ուղղակի անընդունելի է, էլի։ Գիտեք ոնց որ լինեն ուժեր, որոնք բան են արել, մոնոպոլիզացրել են այդ հայոց ցավը, հայոց վիշտը, չգիտեմ, դաշնակները վիշտ են անում, մնացած ընդհանրեն հանրությունը ուրախանում է այդ օրը։ Ինչն է տրամաբանությունը։ Ինչի են նրանք մոնոպոլիզացնում այդ բանը, մեր հանրային վիշտը։ Սա էլ ինձ համար ընդունելի է կամ գիտեք օգտագործում են այս գործոնը, չգիտեմ, ինչ որ քաղաքական ուղերձներ հղելու համար կամ չգիտեմ ինչ գործող իշխանություններին հարվածելու համար, չնայած որևէ խնդիր չունեմ գործող իշխանություններին բան հարվածելու կամ քննադատելու համար, բայց գիտեք ես այդ մեր ցավը օգտագործել եւ մանիպուլացնել հանրային այդ էմոցիոնալ բանը, այդ նեղ քաղաքական շահի համար ես դա անընդունելի եմ համարում։ Ուղղակի այն թեման չի, որը կարելի է շահարկել, էլի չեմ ընդունում, ուղեղում չի տեղավորվում։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան, մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ ես զրուցում էի Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։